Միանգամից ուզում եմ խոսքը հենց փոխանցել Ազատ Արշակյանին, որպես իր ողջույնի խոսքը հնչեցնի, որից հետո միանգամից կանցնենք տեխնացուի հետ ուրեմն զրույցին, տեխնացուն կներկայացնի ծրագրային որոշ կետեր, որից հետո մենք բոլորը սպասելու ենք սուր հարցերի։ Պարոն Արշակյան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Ես իմ խոսքը ուզում եմ սկսել նորից կրկնելով շնորհակալություն բառը։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին, որ ինձ հրավիրել են, ինձ համար սա պատիվ է։ Իմ ներկայությունը այստեղ խորհրդանշական է այն իմաստով, որ ես պնդում եմ դա, համարում եմ ճիշտ է, մեր տեխնացուն օրինակելի քաղաքական գործիչ է, օրինակելի մտավորական է, այ նմուշային, այստեղ մենք այսօր հավաքվել ենք և մեր կարող եմ ասել, չէ, մեր համաքաղաքացիներին, մեր գյումրեցիներին մենք պետք է ասենք ոչ միայն արժանապատվության խնդիր ենք մենք լուծում, տեսեք առաջին նախադասությունը Գյումրի և արժանապատվություն, սա նաև պատասխանատվության խնդիր է ու պատասխանատվությունը իմ երևանցի լինելը այստեղ գտնվել է երևանցիս, իշն է համապետական պատասխանատվության խնդիր կա, մենք պետք է փակենք բացասական ընտրության էջերը, դրանք էջեր են, հատորներ են, պարբերաբար մեզ պարտադրվել է ոչ օրինակելի, մերժելի իշխանություն գյուղական, քաղաքային, համապետական, այս իմ մասնակցությունը արդարացնում եմ դրանով, որ դե ես չեմ ընտրելու, ես իրավունք չունեմ, դա էլ կհամարեի կեղծիք, որ գրանցումս փոխեի գայի, այդ օր ընտրեի ու հետ գնայի, դա ես համարում եմ ճիշտ չի, պետք է գյումրեցիները ընտրեն իրենց իշխանությունը, հավաքանին և քաղաքապետին, պետք է իրենք ընտրեն, որտև իրենց կյանքը կարգավորող մարմինն են ընտրում, ես գալու եմ ու գնամ, ես ցանկալի, ինձ համար ցանկալի տեղ է Գյումրին, հարազատ տեղ է ու նորից վերադառնամ գաղափարին, պատկերացրեք, որ սկիզբ կառնի սրանով, այ օրինակելությունը ինչն է, որ հավակնորդները, ովքեր որ իշխանություն են հավակնում, նրանք պետք է այդ մի տերմին ասեմ ճակերտների մեջ կամ մեր մեջ ասած էլի, դուրս պրծուկների կամ քրեականացված, քրեական ենթամշակույթը կրող իշխանություն ենք ունեցել մենք, կամ դուրս պրծուկների։ Մեր այսօրվա մեր հավաքույթը և մեր ընկերը, մեր բարեկամը, մեր հավակնորդը, մեր տեխնացուն, չէ ամեն ինչ կարելի ասել, դուք մենք այդ պատասխանատվության խորը բարդ զգացումով ասում ենք, մենք պետք է օրինակ դառնանք Հայաստանի մյուս համայնքների համար։ Տեսեք, ես համայնքային հոգսերի մասին աղետից ժառանգություն մնացած հոգսերի մասին ես չեմ կարող խոսել։ Դուք դա գիտեք, դուք այդտեղ ապրում եք։ Բայց դրան պետք է ավելացնել, դուք այդ հոգսն էլ վերցրեք ձեր վրա։ Ընտրեք, իդեմս ձեզ դիմում եմ գյումրեցիներին, ընտրողներին, դուք պետք է ընտրեք իշխանություն, որը պետք է օրինակ ծառայի Հայաստանի Հանրապետության մյուս համայնքների համար, այդ թվում մայրաքաղաք Երևանի համար, ասեմ, որ հայրաքաղաքի մասին է խոսքը, հենց այդպես էլ պետք է լինի, ես կարծում եմ, մի քիչ երկար կուտակված բան կա մեջս, ուզում եմ արտահայտվել, այդ կենտրոնացումը Երևան քաղաքում, Երևան քաղաքը դարձել է պետություն քաղաք, եթե ապակենտրոնացումը սկսվում է այստեղ,
Արժանապատվությունը, պատասխանատվությունը այստեղից սկսվում է, պետք է սկսվի, մենք դա սկսում ենք ու պետք է տարածվի հանրապետությունով մենք։ Ձեզ ես ինձ համարում եմ այս պահին, ես դա Ջոն Քենեդին է ասել է ես բերլինցի եմ, երբ որ վտանգված էր Բերլինի գոյության հարցը, ասեց ես բերլինցի եմ, ես գյումրեցի եմ, Ազատ Արշակյանը գյումրեցի է։ Անձնագրով, գրանցումով եւ այստեղի չեմ, բայց սրտով ես ձեզ հետ եմ։ Ուզում եմ, որ դուք ճիշտ ընտրություն կատարեք եւ վերջապես Գյումրին դառնա մեր սիրելի, մեր հին Լեննականը, որտեղ մենք գալիս էինք որպես ուխտագնացություն էր մեր պատանեկան երիտասարդական տարիքում, ես սա նոստալգիկ բան եմ ասում, երիտասարդ տարիքում մենք Գյումրի գալիս էինք ոնց որ ուխտագնացության այն ավանդություններով, ընդհանրապես մենք երկու քաղաք ենք ունեցել անիից հետո, Վանը եւ Գյումրին, քաղաքային կենցաղը, քաղաքային հարաբերությունները, արհեստավորների հարաբերությունները եւ այլն։ Մի խոսքով ես այդ իմաստով ինձ համարում եմ գյումրեցի եւ ես ձեզ հաջողություն եմ ցանկանում։ Բարի երթ, բարի երթ։ Գյումրին բազմաթիվ խնդիրներ ունի, ներառյալ ենթակառուցվածքների վատ վիճակը, գործազրկությունն ու արտագաղթը։ Ինչ կոնկրետ քայլեր ունեք նախատեսած, որ պետք է իրականացնեք այս հարցերը լուծելու համար։ Շնորհակալություն։ Շատ գայթակղիչ է եւ շատ տեխնազուներ ասում են, որ աշխատատեղեր են ստեղծելու։ Ակունքում ուրիշ բան է, գլխավոր լուծումը սկսվում է աշխատողներից։ Ցանկացած խնդրի լուծումը սկսվում է այնտեղից, թե ինչպիսի աշխատողներ ունեք եւ աշխատողները որքանով են բանիմաց, հմուտ եւ գործունյա։ Ինձ որ հարցնում են ինչ է, ես ասում եմ, ես մեր նախընտրական ծրագրի վերջին գլուխը արդյունավետ կառավարում։ Առաջին խնդիրը, որ պետք է լուծվի, քաղաքապետարանի աշխատակազմի վերավորակավորումն է ավելի արդյունավետ աշխատեցնելու համար։ Մասնագիտացում, վերապատրաստում, ինչը պիտի նպաստի բարեվարկությանը, նորմալ աշխատեն, միջոցների հայթայթման կարողություններին, ով չի կարողանա ժամանակի փորձությանը չի դիմանա, ավտոմատ ինքնըստինք է անել, իկա հասկանա, որ դա իր տեղը չէ, հիմա ահագին բարեխիղճ աշխատողներ կան։ Մենք ունեցել ենք շատ լավ աշխատողներ, որոնք հերոսաբար 3 ամիս, 6 ամիս աշխատել են 150,000 դրամ աշխատավարձով, շուկան իրենց տարել է Երևան։ Արտաքին կապերի բաժնի ղեկավար մի աղջիկ կար 12-13 թվին, դիմացավ, շատ լավ մասնագետ, բայց թե չես կարող այդ մարդուն ստիպել, որ Երևանի 5-600,000 դրամանոց աշխատավարձը թողնի եւ մնա այդտեղ հերոսաբար տարապի, ճայել աղջիկ էր գնաց։ Ու այդպես բազմաթիվ ֆինանսիստներ, բաներ եւ այլն։ Այսինքն այս մարդկանց համար նորմալ աշխատավարձ պետք է ապահովվի, նորմալ մասնագետներ, բարձր կարգի մասնագետներ, որպեսզի կարողանան գալ այս խնդիրների լուծմանը եւ ձեր ասած խնդիրների լուծմանը եւ իմ ասած խնդիրների լուծմանը։ Գործազրկություն եւ ներողություն Ենթակառուցվածքը ասացիք, ենթակառուցվածքի հետ կապված, ուրեմն, քաղաքը, այդ փողերի մասին ես քիչ առաջ խոսեցի, երբ որ եղած միջոցները ավելացվում են ստվերում եղած փողերի լրացմամբ, պետական բյուջեից տրամաշնորհների ներգրավմամբ, ինչի փորձը կա եւ շարունակվելու է, ու այլընտրանքային միջոցների հայթայթմամբ, որի փորձը քաղաքը շատ քիչ ունի, որտեվ 100 անգամ ասել ենք, 21 տարի ասել ենք, իրենք չեն գնացել դոնորի դուռը, ասել էս փողը դուր, էլի դոնորն է իր ոտով եկել լավագույն դեպքում։ Դոնորի գալու ճամփերն սովորաբար լինում է Երևանով որ գալիս են, այնտեղ ավելի հմուտ են, փորձառու են եւ շատ հաճախ նախարարների միջոցով են գալիս, թակարդը դնում են, այդ դոնորը մնում է Երևանի թակարդում։ Բազմաթիվ ծրագրեր։ Եվ այդ փողերը շատ քիչ են եկել հասել Գյումրի։ Դրա համար հարկավոր էր, որ քաղաքապետարանը ունենար պատշաճ աշխատակազմ, ֆոնդրայզինգի միջոցների կամ ֆոնդահայթայթման աշխատակազմ, 3 հոգի, 4 հոգի, 7 հոգի,
որը հետևողականորեն գլոբուսը քերեր, ամբողջ մոլորակը քերեր, Սփյուռքի հետ գործաներ, քույր քաղաքների հետ, գործընկեր պետությունների հետ, միջազգային կազմակերպությունների, դոնոր կազմակերպությունների հետ, որտեղից կարելի կլիներ, հիմա էլ է կարելի փողեր բերել ավելացնել ենթակառուցվածքների նորոգման կամ կառուցման ռեսուրսները։ Երբ որ ենթակառուցվածքները սարքվում են նորմալ, դուք ինքներդ նկատած կլինեք, հա, այս ինչ փողոցը ցեխոտ էր 40 տարի քանդած էր։ Սարքում են մեկ էլ տների քները կողքերը սկսում են աճել։ մի $1000 իմ դիտարկումներով $1000-1500 տան կինը աճում էր, եթե փողոցը խելքի էին բերել, էլի։ Բերել այդ միջոցները եւ ենթակառուցվածքները նորոգել։ Երբ որ այդ միջավայրը սարքում եք բարենպաստ, դրա հետ մեկտեղ եթե հաջողվի, ես հույսս չեմ կորցնում պետական իշխանությանը ապացուցել, որ որոշակի հարկային, վարկային եւ սոցիալական արտոնություններ պիտի լինեն օրենքով սահմանված, ավականին չի կարող դա անել։ Ավականին շատ փոքր լիազորություն ունի տեղում զեղչեր անելու ինչ-որ բաների դեպքում։ Օրինակի համար ավելացված արժեքի հարկը պետությունը որոշի, որ այս տարածքում ոչ թե 20% է սահմանում, այլ 15% է սահմանում։ Գործարարը կհասկանա, որ այստեղ գործ տնելուց իր շահույթը 5%-ով ավելանալու է առնվազն։ Եվ այլն, շահույթը հարկի մի մասը զիջի, եւ այլն, եւ այլն։ Այդ դեպքում իսկապես փողը կսկսի հոսել ստեղ եւ ներդրումների ծավալը կաճեն։ Այն օբյեկտները ռեստորան է, սպասարկման օբյեկտ է, արտադրություն է, բան, որտեղ պահանջարկը կսկսի աճել, աշխատուժի պահանջարկն էլ կաճի։ Եվ 4 աշխատող ունեցողը կասի, վայ, ոնց որ թե 5-րդն է պետք էլի, արդեն 6-րդ աշխատողն է պետք, 7-րդը։ Անմիջականորեն քաղաքը չի կարող ստեղծել այնպիսի աշխատատեղերի ծավալ, որը այս խնդիրը լուծի թեկուզ զգալիորեն։ Լավագույն դեպքում իր սպասարկման ծառայությունների մատուցման աշխատակազմը կարող է մի քիչ ավելացնել, եթե փող ունի։ Հազար ու մի գործեր կան, որոնք անում է համայնքապետարանը ծառայություններ մատուցելու համար։ Այո, կարող է մի քիչ ավելացնել իր աշխատակազմը։ Սա մի կողմից վարչական ռեսուրս է ավելացնելու համայնքապետարանում, ինչը մեր ընտրական համակարգի դեպքում այնքան էլ լավ չէ, որտեղ ընտրությունների ժամանակ այդ մարդիկ դառնում են քվեարկողներ։ Հա, բայց այդ ոչինչ սարսափելի չէ։ Բայց դա զգալի աշխատատեղերի ավելացում չի բերելու, ավելի լավ է քաղաքը ենթակառուցվածքները զարգացվեն, որպեսզի գործազրկության վրա դա ազդի եւ աշխատատեղերը ավելանան։ Մեխանիզմը այդպես է։ Եթե որևէ մեկը կգա կասի, որ ես դառնամ քաղաքապետ 5000 աշխատատեղ եմ ավելացնելու 10000, 15000, իմացեք, որ կամ գործից բան չի հասկանում հերի տրնից տեղից, բայց այդ սարսափելի չէ, կամ խափում է, ուղիղ խափում է, էլի։ Անհնար է դա անել, մեր քաղաքի դեպքում 15000 ներողություն աշխատատեղ կամ 20000 աշխատատեղ խոստանալ, որ կավելացնես, ուղիղ չես կարողանա դա անել։ Այս է մեր թիմի մոտեցումը, որ արդյունավետ կառավարում պետք է լինի, մասնագետները պետք է լինեն հմուտ բանիմաց, պատշաճ վճարվեն, որպեսզի մարդավարի աշխատեն։ Աշխատեցին, քաղաքը սկսելու է աճել։ Եվ իհարկե աշխատանքի որակի հետ կապված շատ էական է, որ մարդիկ աշխատողները պարբերական վերապատրաստումների գնան, իրենք գիտելիքները անընդհատ ավելացնեն։ Սոցիալական փաթեթի մասին խոսք եղավ պարբերաբար, այդ մասին մենք ասում ենք, որ համայնքային աշխատողները սոցիալական փաթեթ չունեն։ Պետական բյուջեի աշխատողները ունեն սոցիալական փաթեթ, քաղցարայողները ունեն։ Հաշվել ենք, որ 2000 հոգու համար այդ սոցիալական փաթեթը ապահովելը կարժենա 140-150 միլիոն դրամ։ Տեղը մենք գիտենք։ Ինչու պիտի քաղաքի, ուրեմն համայնքապետարանի աշխատողները այդ սոցփաթեթները չունենան։ Դա ինչ որ ապահովության, դա մի մեծ գումար չէ, 70000 դրամ ասենք թե, հա, բայց ապահովության ինչ որ մի բարձիկ է, որպեսզի մարդիկ հավեսով աշխատեն, 30-ից 60%-ով աշխատավարձերը ավելացնել այս մարդկանց համայնքապետարանի աշխատողների հողակների։ Մեկը կասի, որ դա քիչ է, էլի, ասենք 100,000 ստացողը պետք է ստանա 150,000 3 տարի հետո։ Հա, բայց այդքան կարող ենք խոստանալ, խաբել չեմ ուզում ես, էլի։ Տնենք հիմա ասենք, որ մարդա 400,000 ստանալու եք, եկուս մյուս օր չկարողանանք անել։ Հարցեր։ Նախ ուզում եմ ողջունել բոլորին եւ շատ ուրախ եմ լինել Եվրադաշինքի ավականու ցուցակի մեջ, որովհետեւ այն ծրագիրը, որը ներկայացնում ենք մեզ, մենք երկար տարիների բոլորիս երազանքն է եղել։ Հարցս այսպիսին է, հարցս ուզում եմ ուղղել պարոն Մկրտչյանին։
ով տեքստիլից է, ուզում եմ հարցնել, թե ինչ եք ուզում բարեփոխել մեր տեքստիլում դուք ավականու տեխնացու որպես։ Նախ բարև ձեզ, արգելի տեքստիլի բնաջիջներ, Անահիտ ջան, շնորհակալություն հարցի համար։ Դե ես տեքստիլի բնաջիջ լինելով գիտեմ մեր տեքստիլի ցավալի տեղերը։ Մենք տեքստիլի մեջ ունենք պես բակ, որտեղ լինի գեղեցիկ, կանաչ կոդի, աղբը հավաքած, տեղադրած երեխաների համար կարուսելներ։ Չունենք այդպեսի մի հատ, որ հաշվեմ ասեմ, սիկ մեկ չկա։ Ես մեր Իսայդյան փողոցի, ես մեր այգին։ Եկավ հասավ Սվետաֆորի մոտը, Սվետաֆորի մոտը ես կողմից։ Այգու կես երեցին, ընդիս վերև գումարը վերջացավ։ Չկա։ Այդ հարցերը բոլորը լուծելու հարցեր են։ Երիտասարդները չուզեցին հարցնեին, բայց ինձի հարցրել են։ Մեր թաղը բդերնի կոնե պիսետ կա, լուսավորություն, կոնե ծերերը ելնին նստին պիսետ կեն, մենք նստինք պիսետ կեն, խոսքի ջայել են։ Զբաղվին դոմինո խաղան, շախմատ խաղան, չկա, այդպեսի բան չկա։ Տեքստիլը սկսվում է Չուլոշնուց, ծորի մայլով, վերջանում է Կինո Հայաստանով, պես մեծ թաղի մեջ չկա պես բան։ Մի հատ պիսետ կա խոսքի տրեցին անցած ապագանու ընդրությանը ներքևը Վահան, ինքը տրեց, մի հատ էլ վերևը թաղի տղեկը, իրանց են տրել, քաղաքապետարանի ուժերով ոչինչ չի եղել։ Ոչ մի հատ լուսավորություն, մտեք մի հատ շենքերի հայատ, տեսեք լուսավորություն կա, չկա։ Ավտոներից կուկան ֆարերը գտանին, հայլին գտանին, ավտոշուշեկը գջարտին, չկա հեշպան, մարդ չի տեսնի ով էր, ինչի եկավ, ինչի ջարտեց։ Այդ լույսերն էլ հմի դարձել է էկանում, այդ լույսերը այսօրվա դրությամբ կախելը իրանից պես մեծ բան չի ներկայացնել։ Բոլոր բաժերը պետք է լուսավոր են, փողոցները տեղ կա լուսավոր է, տեղ կա լուսավոր չէ։ Մեծ էլ այսպեսի մի հատ բան, Իսայդյան ես փողոցը, ներքևից վերև։ Մի կողմը փողոցի են կողմը, լուսավորությունն է, այս մի կողմի չկա, ինչ որ այս կողմի ժողովուրդը այլ ազգի են, են կողմին այլ ազգի են։ Ինչ որ են կողմը բդեն, ես կողմը չեն, ինչ որ ես կողմը կաբրին դու նար։ Երկու կողմը բդեն, չէ, փողոցի, հմել խո էկանում են, էլ են թանք, լամպիշտեք չորս են, վայ, քաղաքըտ կան, բյուջե չունի որ լսի վարս մուձ է։ Այդ հարցերը բոլորը լուծելի է։ Եվրոդաշինքից առաջադրված ապագանու ցուցակի առաջի համարը բոլորն էլ գիտեք միշտ պարոն Պարսյան այդ հարցերի պատասխանը անգիր գիտե։ Դրա համար էլ ես բոլորս տեքստիլի թե ջայլները, թե այլները հարգելով եկի հավաքվել են ստեղ, որպեսզի լսեն։ Լսեցին, գիտեն որ այս մարդը ասեց անում է։ Ես չոր ասեց իր ասածի պես Այսօր խոսքը տվեցինք ու գնացինք, էլ մեզ պաշտոնյանից հետո էլ մարդ մեզի չի կրնի։ Սե քաղաքապետի տեղակալն է չես կրնի։ Բայց ես մարդը կսեմ պես, որ հասանելի անի բոլորին, բոլորի հարցերն էլ լուծեն։ Այդպես շնորհակալություն հարցի համար։ Շնորհակալություն, հարցեր։ Ես եք պատրաստվում ապահովել քաղաքացիների մասնակցությունը որոշումների կայացմանը քաղաքին վերաբերող։ Շնորհակալություն։ Նաև ոնց եք պատրաստվում ապահովել բյուջեի ծախսերի բաց լինելուն։ Այս մասին Հայաստանում երևի ես եմ սկսել խոսել մի 20 քանի տարի առաջ,
Եվ ահագին ընթացակարգեր են մշակվել ու օրենսդրության մեջ ահագին բան կա։ Տեղեկատվության ազատության մասին օրենքն է, որով իշխանությունը պարտավոր է պարբերաբար հաշվետու լինել։ Իրավական ակտերի մասին օրենքն է, որը պարտավորեցնում է իշխանությանը իրավական ակտերը հրապարակել, բայց բանն այն է, որ այդ հրապարակումները մարդկանց շատ հաճախ հասանելի չեն լինում։ Ինչ-որ մի կայքի, ինչ-որ մի անկյունում դրած են, մարդիկ չեն իմանում այդ մասին, կամ շատ բարդ է լինում գնալ խորանալ գտնել էլի, հա, հիմա որ ցես հարցնեմ ինչպես է գտնելու քաղաքի բյուջեն, կարող է 3 հոգի ձևը իմանա, հա, մյուսները կարող է չիմանան։ Ավականու որոշումները, տեղական турքերի չափերը ինչպես է սահմանվել, որտեղ է կրվել։ 3 հիմնական հսկաների վրա է հենվում ձեր ասածը։ Մեկը թափանցիկությունն է։ Այսինքն բաժակ եմ առել քաղաքապետարանի համար, ավականին որոշել է առել եմ։ Պետք է մարդիկ իմանան այս բաժակը քանիսով է առնվել։ Այդ կայքերում դնելը մի բան է, մարդավարի, անգլերենով ասում են user friendly։ Այնպես որ մարդը առանց մեծ ջանքերի պարբերաբար հաշվետվությամբ իմանա, որ այս բաժակը գտնվել է այսինչ գնով, այսինչ տեղից, այսինչ մրցութային ընթացակարգով կամ առանց մրցույթի թափանցիկություն, տոտալ թափանցիկություն։ Ես որ ավականու անդամ դարձա, մինչև այդ հրապարակի համերգները տոների ժամանակ արժեին 25 միլիոն դրամ։ Հրավառություն, մեկ հրավառությունը 2 միլիոն դրամ էր, բեմը, երաժշտությունը, ձայնային տեխնիկա եւ այլն։ Նիստերից մեկի ժամանակ որոշման նախագիծը բերեցին, համերգ միջոցառում 25 միլիոն, ասի բացվածքը կբերեք։ Ինչ բացվա, ասում են բացվա, չիմանանք այդ 25 միլիոն դրամը ինչի է կլոր թիվ։ Էնդրյու Ջեքսոնը Ամերիկայի նախագահներից մեկը ասում է 7-րդ նախագահն է, ասում է կլոր թվերը միշտ ստում են։ Միտեղ որ կտեսնեք թղթերի մեջ կլոր թիվ է շարած, իմացեք որ այդտեղ մի բան տարել են, դրել են, կերել են եւ այլ էլիպսաձև թվեր էլ կան, ասենք 400 միլիոն 600 հազար, դրանք էլիպս են, էլի, հա, դրանք մեզ հուշում են, որ մեջը մի բան այն չի կարող լինել, էլի, վերջնահաշիվը 25 միլիոն, վերջը թղթերը բերեցին, Բալասանյանն ասաց, բերեք տվեք ավականու անդամներին, բերում են գրած է համերգի կազմակերպում 25 միլիոնից 13 միլիոն, ասում են 13-ի բացված կբերեք։ Մի տարի տևեց, դրանից հետո բոլոր այդ տեսակ միջոցառումների որոշման նախագծի հետ մանր գրած հետը կցում էին, մենք էլ դնում էինք դա համացանց, որպեսզի մարդիկ իմանան ինչ կա չկա։ Սրա հորողբերը, այս հեռախոսի հորողբերը 12 թվականին ղրկվեց ավականու նիստի, առաջին անգամ ասինք դրեք ուղիղ հեռարձակեք, նխառնվեցին իրար, խուճապ, էս ինչ բան է, դուք ինչ իրավունք ունեք, բան, դրեցինք հեռարձակեցինք։ Հետո տարանք Վանաձոր, հետո տարանք Արմավիր գավառ, հետո դիմեցինք պետությանը, ասինք ավականու բոլոր նիստերը սահմանեք ուղիղ հեռարձակման ենթակա, գաղտնիքներ չկան։ Եվ հիմա որ դուք տեսնում եք ուղիղ հեռարձակումը սկսվել է Գյումրիից։ Պոստսովետական տարածքում իմ ունեցած տեղեկություններով առաջին անգամ Գյումրիում է ուղիղ հեռարձակվել ավականու նիստը։ Հա, Հայաստանում հաստատապես, Վրաստան, Ադրբեջան, Հայաստան հաստատապես մեզ մոտ է եղել։ Հետո դա դարձել ինչի, որ թափանցիկ լինի։ Մարդիկ տեսնեն, թե իրենց փողերով աշխատողները ինչպես են որոշում կայացնում։ Երկրորդ մակարդակը, 3 հսկաներից ես խոսեցի, հաշվետվողականությունն է։ Ոչ միայն պետք է հաղորդվի, թե այս բաժակը քանիս եք առել։ Հələ պետք է բացատրեք, թե ինչի եք բաժակ առել։ Կարող է ունեիք, բայց որոշել եք, որ բաժակ առնեք, որտեղ ձեր հորողբոր տղեն բաժակի խանութ է բացել։ Հա, կողծրել է, էլի այդ արանքը մի բան արա, բաժակները ծախվեն, էլի այդպես լիքը օրինակներ կան Հայաստանով մեկ։ Ինչի եք էս գնով առել։ Ինչի եք էս բաժակը առել։ Հաշվետու եղեք, էլի, հա։ Համերգի մասին իրական օրինակներ են պատմում ժողովուրդ, այդ բեմերը որ տնում են, համերգի ժամանակ վարձակալվում է այդ ամբողջը։ Մի անգամ դրեցի հաշվեցի, որ 3 վարձակալական գումարով կարելի է բեմը առնել։ Այն լույսերի կասկադով, բանով։ Ասի ժողովուրդ կեղնի որ բան ենք, էլի, բերեք մի քիչ փող բան անենք, առնենք քաղաքինը դառնա դա։ Եթե ձեր տան մեջը այս սեղանը դուք պետք է անընդհատ վարձակալեք, վերջում տեսնում եք, որ մի տարվա վարձակալության գումարով 3 տոն կա, չեք տարեկան։ Կարող եք սեղան առնել, մի քիչ դժվար կլինի կառնեք, բայց այլևս չեք վարձակալի։ Տարական բան է, չէ՞, այստեղ բարդ քիմիա, մաթեմատիկա չկա։ Ասին չէ, թանկ է, բան, հետո իմացա, որ պաշտոնյաներից մեկի ազգականն է, բեմի վարձակալությունը տրամադրում քաղաքին, ձեռնտու չէ առնել քաղաքի փողով, ավելի լավ է չառնվի ու անընդհատ վարձակալվի։ Այդ փողերը գնան այնտեղ։ Այս պատմությունը ես պատմել եմ բազմաթիվ համայնքապետերի։ Քաղաքում համայնքապետեր կան, որոնք գցին բռնին, ասին, այ մենք էլ միշտ վարձակալում ենք։
Համի որ խոսում եմ հետները, չեմ ուզում անունները տալ, ասում եմ Լևոն ջան, վաղուց առել ենք, արդեն մերն է։ Տարեկան 3 անգամ, 4 անգամ հանում տնում ենք, համայնքում միջոցառում ենք անում, պետք եղած ժամանակ էլ վարձով ենք տալիս։ Այսինքն տան տիրոջ, սեփականատիրոջ մեթոդն է, հաշվեք թե ձեր տունն է, այսինքն այս մոտեցումը շատ էական է, էլի։ Այս տեսանկյունից հաշվետվողականությունը շատ երկրորդ հսկան է։ Մինչև այս առաջի երկուսը չլինի, հանրային մասնակցություն չի լինի։ Մարդը անհաղորդ գալու է նստի, չհասկանա, ասես դուրը բաց է եկել են, եկեք նստեք, հա, անկապ նստի նայից, ասես անունը տնես մասնակցություն, ոչ։ Հանրային մասնակցության գործիքներ օրենքով նախատեսված է, ավականոնիստերը բաց են ֆիզիկական ներկայության համար։ Ահագին մարդ չգիտե դա։ Իսկ մենք դա Հայաստանի մարզերում ու Գյումրիում բազմիցս բացատրել ենք եւ կիրառել ենք։ Դրա հետ մեկտեղ քաղաքացիներն իրավունք ունեն ավականու որոշումների նախագծեր բերել մտցնել օրակարգ, ինչպես Եվրաքվեի դեպքում պետական մասշտաբով օրենքի նախագիծ ստորագրություն 50,000 էր հիշում եք, հա, հավաքելու դեպքում ազգային ժողովը պարտավոր է քննության առնել։ Այնպես էլ թիմի դեպքում Երևանում էլ վերջերս ստորագրահավաք արեցին ինչ-որ մի որոշման նախագծի համար բավարար ստորագրություն է պետք։ Գյումրու դեպքում այդ թիվը մոտավորապես 800-900 ստորագրություն է։ Եթե ավականու անդամները հեռու իրանցից հետաքրքրված չեն, որ այդ հարցը մտնի օրակարգ, քաղաքապետը չի ուզում, բայց քաղաքացիներն ուզում են, մեր օրենքը ասում է, որ կարող եք 900 ստորագրություն հավաքել, այդ հարցը պարտադիր մտնում է օրակարգ։ Հավաքողներից մի հոգի, 2 հոգի, 7 հոգի իրավունք ունեն ավականոնիստում տազեկուցել եւ ավականին որոշում է։ Մենք մի այդպիսի դեպք Գյումրիում ունեցել ենք, կարող է հիշեք։ 16 թվականին ավականին որոշեց Սերժիկ Սարգսյանի եղբորը Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում տալ Լևոն Սարգսյանին։ Մեկ դեմ, այդ դեմը ես էի, 20 հոգի կողմ, դրեցին այդ կոչումը տվեցին, ասի խայտարակ եք եղնելու մի արեք։ Քաղաքացիները նախաձեռնեցին ստորագրահավաք այդ կոչումից զրկելու համար։ Մի շաբաթում հավաքվեց 2500 ստորագրություն։ 900 էր պետք էլի, հա, Գալա հեռուստաընկերության լրագրողներն էին, մենք էինք եւ այլն։ Տարանք ավականոնիստի, ելանք բացատրեցինք, 20 հոգի դեմ եղան զրկելուն, մի հոգի կողմ էր։ Մնաց Գյումրու պատվավոր քաղաքացի այդ մարդը։ Հեղափոխությունից կես ժամ հետո մենք նախաձեռնեցինք 4 հոգու քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումներից զրկում։ Քոչարյան Ռոբերտ, Լևոն Սարգսյան, Սերժիկ Սարգսյան եւ Կորիկ Հակոբյան, ԱԱԾ-ի նախկին պետը, հա, եւ տարանք օրակարգ մտցրեցինք ու քվեարկությամբ 3-ին նույն ավականին այն անդամները, որոնք կողմ էին քվեարկել, կողմ քվեարկեցին զրկելու օկտին։ Կորիկ Հակոբյանին չհաջողվեց, բայց դա շատ կարևոր բան է, որովհետեւ այդ մարդը բավարար արժանիք չի ունեցել, որպեսզի Գյումրու պատվավոր քաղաքացի լինի, Քրկորյանի, Շարլ Ազնավուրի, Արտավազդ Փելեշյանի եւ ուրիշ երևելիների հետ։ Սա հանրային մասնակցության Հայաստանի լավագույն փորձն է, որի կիրառման ավանգարդում հազար ներողություն ես եմ եղել։ Իմ բոլոր սեմինարների մասնակից ջահելությանը ես տանում եմ ավականուն նիստերի դահլիճ, ասում եմ, ես ձեր տարածքն է տերեղեք։ Ուսուցիչներին կոչ եմ անում ջահելներին տանել ավականուն նիստերը ցույց տալ, սովորեցնել եւ մեր նիստերի դահլիճը Հայաստանի ամենալավ կառուցվածքի իմաստով նիստերի դահլիճն է 200 հոգու նստելու տեղ կա։ Ով երբ ուզում գալիս է նիստին, գնում է նիստից։ Հələ փորձեք Երևան ավականուն նիստին մտնել։ Կբռնենք տանեն ոստիկանություն։ Ասեն խանգարում ես մեր անդունդը, հա, անդունդ էր, առաջին չէր, անդոր էր, անդունդ էր։ Հա, այսինքն դա լինելու է մեր թիրախը, մարդիկ բաց, ազատ կերպով պիտի իմանան իրենց փողերը ինչպես են ծախսվում, պիտի իմանան ինչու են այդպես ծախսվում, հաշվետվողականությունն է սա։ Եվ պիտի կարողանան գալ ասել մենք դեմ ենք։ Գյումրիում մենք ավականուն նիստ ենք ունեցել, անցել է պիկետի տակ։ Աբովյան փողոցում պիտի հիշեք, ուզում էին 30 հատ արձան դնել Ալեքսանդրովսկի հատվածում։ Փողը կա, հարց չկա, ժողովուրդը ոտի ելավ ջահելներ, ասին այ մարդ փող կա, տարեք ասֆալտի արձանը չեք շարում այդտեղ։ Ավականուն նիստի ժամանակ այս 60 ջահելները 40 պաստառներով գլխներիս վերևը կանգնած ամբողջ 2 ժամ լուր կանգնած էին, ոչ մի աղմուկ, ոչ մի խանգարել։ Հենց եկանք հասանք այդ հարցին, Պալասանյանն ասաց օրակարգից այս հարցը հանում ենք մենք։ Այսինքն հանրային ճնշումը շատ կոնկրետ ապացուցեց, համոզեց, որ բանը ավելի լավ է չմտնես այդտեղ, էլի չանես այդ բաները։ Էլի նման օրինակներ կան, ծառերը կտրելու հետ կապված, քաղաքացիները
լենուփոլ հնարավորություն են ունեցել իրենց կարծիքը հայտնելու, ինչը ազդել է քաղաքային։ Եղել են դեպքեր, որ չի ազդել, էլի չի հաջողվել։ Այնպես որ սա լինելու է առաջնային մեզ համար։ Պլյուս ժամանակակից տեխնոլոգիաները, SMS հարցումն է, քաղաքապետարանի կայքում տարբեր հարցերի շուրջ հարցումներ տնելն է, մարդկանց արձագանքը ստանալն է եւ ավելի ուրեմն խելացի տարբերակներ, օրինակ քաղաքացու բյուջեի պրոյեկտի գործարկումը եւ զարգացումը։ Բյուջեից ինչ որ մի տոկոս տրվում է որպես անձեռնմխելի բյուջե, սովորաբար դա 1% է։ Կարող է լինել 0.5%։ Գյումրու դեպքում 1%-ը 50 միլիոն դրամ է։ Եվ քաղաքացիներին հայտարարվում է ժողովուրդ, ով շատ որ գաղափարը շատ քվե հավաքեց, այդ գաղափարը մենք իրականացնելու ենք քաղաքային իշխանությունը։ Ու մարդիկ ազատորեն մտնում առաջարկներ են անում։ Պարոն Մկրտչյանը ասաց խաղահրապարակների բարեկարգ բակերի հետ կապված։ Տեքստիլի ժողովուրդը կարող է մտնել այնտեղ, գրել, որ 4 հատ կամ մի հատ խաղահրապարակ 50 միլիոնի մեջ ինչքան կտեղավորվի, էլի, հա, SSS տեղերում, հա, բանը պրոյեկտոր, էկրան, փոքրիկ կինոդահլիճ, բացօթյա, փակօթյա, ինչ անունը, խաղեր, նարդի, շախմատ, էսկոմենկոմ, ու այդ գաղափարը գրողը իր համախոհներին անպայման խթանում է մտնել քվեարկել, լայքել այս է մեխանիզմը։ Կայարանի ժողովուրդը ուրիշ բան է գրում, то չգիտեմ, թատրոնի հետևի թաղի ժողովուրդը ուրիշ բան է։ Որ գաղափարը առավել քվե տարավ, աշխարհում կիրառված բան է, Հայաստանում էլ է վերջերս կիրառվել դա մի քանի համայնքներում։ Պետություններ սուբվենցիա էր տվել իդեպ դրա համար, քաղաքի բյուջեից չէր։ Հա, որ գաղափարը շատ քվե ստացավ, համայնքային իշխանությունը ավտոմատ, առանց վիճարկելու, առանց կասկածի տակ դնելու, վերցնելու է այդ ծրագիրը իրականացնի։ Սա նաև լավ գործիք է, որպեսզի քաղաքացիները խթանեն իրենց մասնակցությունը այդ գործին, եւ հատկապես ջահելներին է սա հետաքրքիր, եթե դուք սարքում եք համայնքապետարանը սարքում է հարմար application, մտեք գրեք ձեր շների համար ապաստարան, դու չգիտեմ, գազանանոց 50 միլիոն դրամով կենթանաբանական այգի, բայց բան էլի կենթանիների արժանապատվությունը կամ չգիտեմ էլի ինչ են ասում դրան չնվաստացնող։ Այնպես որ սրանք գործիքներ են, որոնք մենք պարտադիր կիրառելու ենք։ Ես ես ինչ որ խոսում եմ, Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում անգյուն չի մնացել, որ սեմինարի հրավիրենք, չգնամ չբացատրեմ, սա ասվել է։ Տեղեր կան, որ հասկացել են, բերածս քաղաքապետի օրինակի նման, որ ասեց, բեմը առել ենք վաղուց, այն անգամ ասում է խոսեցինք, դրանից հետո գծեցի բռնեցի, որ հարկավոր է բեմը լուսային եւ ձայնային սարքավորումներն առնել, քան թե մենք ամեն անգամ վարձենք։ Հասարակ բաներ են, էլի։ Ընդամենը հարկավոր է 2-3 բան, բարեխիղճ լինել, գիտելիք չունես ոչինչ, կարող ես ձեռք բերել։ Բարեխիղճ լինելու մեջ էլ մտնում եմ, որ չես մտածում, էլի, որ կանի մի քիչ տուն տանեմ, էլի, ես այդ փողից։ Թե չէ լիքը խուլիգանական բաներ կարող են լինել, ինչը արվել են, էլի։ Ասենք, ենթադրենք իմ աղբերը Տարփին է, ես գալիս եմ ավականոնիստի, քաղաքապետն եմ, ասում եմ ժողովուրդ ջան, նալը բանի նշան է, պարաքյաթի նշան է, բերեք 30,000 հատ նալ պատվիրենք։ Հա, աղքատ ժողովուրդ ենք բաման, կոնե Աստված մեզ կօգնի։ Ավականո անդամներին էլ ամեն մեկին էլ մի հատ կոնֆետ եմ տալիս այդտեղ։ Բոլորին չէ, կեսից ավելիին։ Հա, կողմ են քվեարկում, տենդեր են հայտարարում, ասում եմ, ի՞նչ տենդեր, ժողովուրդ, այդ 6 ամիս հետո կլինի, 6 ամիս մարդիկ աղքատ են մնալու, բերեք ինձ իրավունք տվեք առանց մրցույթի գնում կատարել։ Սա գնումների ընթացակարգի ձև է, էլի։ Տալիս են, ես էլ աղբորս պատվերը տալիս եմ, ջան ասում, ջան լսում ենք իրար հետ, հա։ Բյուջե թալանելու դասականացված մոդել պատմեցի ես ձեզ, էլի։ Նման է արցան շարելուն 48 միլիոն դրամով, երբ որ փողոցները ցեխի մեջ են։ Ախպեր կդիմանանք առանց արցան, էլի։ Մի քիչ էլ կդիմանանք, բայց մեր փողոցները սարքի, խաղահրապարակ սարքի, գիշերային լուսավորություն սարքի։ Այսինքն սրանք բոլորը մեր գլխով անցած մեր կերած ծեծերի հետևանքն է, էլի։ Ու հիմի այս հարցերի շուրջ բանավեճիով պետք է մեզ հետ կարող եք ասել։ Այսինքն արեք մեզնից լավը դեմ տվեք, ելնենք հրաժարական, ասենք մենք այլևս չենք ուզում տեխնազու լինել, դուք այս գործի ակադեմիկոսն եք, ազնվագույն մարդն եք, չկա, ես չտեսա, մեկը կա, ասի Լևոն, ես ձեր գրածի մեջ մի հատ անլուրջ բան կա գրած, մենք այս խնդրի լուծումը այսպես ենք տեսնում։ Լավ, արեք վիճեք, էլի, հա։ Ներողություն, եթե երկար է ստացվում, հա։ Դուք լավ տեղյակ եք, արդեն 36 տարի մարդիկ ինչ վիճակում են, համենայն դեպս ովքեր ունեն քարից սարքած տնագներ, ահա, ու հիմա դրանք գիտենալը, որ ընդհանրապես տանհույս չեն կապում, ուզում են սեփականացնել, որպեսզի կարողանան արդեն իրենց տունը սարքել իրենց ուժերով։
Դուք դա ոնց եք տեսնում եւ ոնց եք Ձեր պատկերացնում։ անունն էլ ասեք։ Տիկին Անահիտ, նստեք, հա։ Ես մի քանի այս հարցը շատերին է հետաքրքրում, կտամ հիմա, պարոն Արշակյան։ Հա։ Ուրեմն 91 թվից Ցայք Շանթման լրագրող խմբագիր գիտեք որ տնակ չկա որ չիմանամ էլի։ Ու բոլոր նախորդ իշխանությունների ժամանակ մարզպետներ, վարչապետեր են եկել ստեղ, գնացել նույն հարցերը տվել են, թե վերջապես երբ եք այս հարցը լուծելու, կանենք ինչ որ բան արվել է, այնպես չէ որ ոչինչ չի արվել։ Տնաշինությունը եղել Լինսի ժամանակ, եղել է 12-13 թվականի Մուշի շինարարությունը եւ այլն, Կարմիր խաչի շինարարություն, պետական շինարարություն եւ այլն։ Եվ վերջը չի լուծվել այդ հարցը։ 18 թվականի հեղափոխությունից հետո մտածել եմ, որ դա հնարավորություն է ուղիղ դիմել եմ վարչապետին։ Քիչ եմ պատմել, ես այս ամենը չեմ պատմել։ Մանրամասն բացատրել եմ, որ պետք է ինչ-որ մի ծրագիր լինի, որպեսզի քաղաքները ոչ միայն Գյումրին, Վանաձոր, Սպիտակ գյուղեր կային այն ժամանակ 18 թվին դեռ, որոնք տնագներ ունեին, ազատվի, մաքրվի։ Շատ լավ ընկալեց, հասկացավ ինչի մասին ենք խոսում, հանձնարարեց աշխատանքային խումբ ստեղծեցին, նախարարներ, 3 մարզպետներ, Շիրակ, Լոռի, Արագածոտն, համայնքապետեր, ավականու անդամներ, ես էլ որպես ավականու անդամ կլինես մեջը, ասի կլինեմ։ 6 ամիս ժամկետ տրվեց, որպեսզի բոլոր եղած չեղած տնագները, ժամանակավոր կառույցները, մայթերի վրա դրած այգիների հաշվառվեն։ Ուրեմն հսկայական աշխատանք արվեց, պետությունն է արել էլի, ես որպես ավականու անդամ խորհրդատու եմ եղել ընդամենը։ Դուրս բերվեց ամբողջ պատկերը 7030 տնակ, ամբողջ աղետի կոտում։ Գյումրին 3500 էր, որից 2500-ում մարդ էր ապրում։ Կցակառույցներով, տնակ-տնագի հետ, քարերով, էսկոմենկոմ, հա։ Եվ լուծումների առաջարկ ներկայացրեցինք, աշխատանքային խումբ էր դա, վարչապետի սեղանին տրվեց այդ խնդիրը լուծելու բոլոր հնարավոր ճանապարհները։ Վերլուծության մեջ կար գրած, թե որ խումբը ինչու է հայտնվել տնակում, տարբեր պատճառներով, ընտանիքը աճել է, մի մասը գնացել է նոր ստացած շենք, բոլորը չեն տեղավորվել նոր բնակարանում, մնացել են տնակում։ Մարդիկ, ովքեր ոչինչ չէին կորցրել այս տարիների ընթացքում, բայց տարբեր պատճառներով տունը ծախել էին, գնացել էին տնագի մեջ էին ապրում։ Ուրիշ մարզերից եկած մարդիկ, որոնք հայտնվել էին տնակում, լիքն են, հա, տարբեր խմբեր են այս մարդիկ։ Լուծումների առաջարկները, եթե ես չեմ սխալվում, մոտ $200 միլիոն առաջարկ էր ընդհանուր առմամբ։ Դրանց մեջ կար հետևյալը՝ բնակարանների գնման վկայական, որը շատերի դուրը չի գալիս, վատ է աշխատում, սոցիալական բնակարանների կառուցում այն մարդկանց համար, ովքեր տունը ստացել ծախել են, մարդկանց նոր տուն չի տրվում։ Հա, աճած ընտանիքների համար, որոնց մի կեսը տունը ստացել է, գնացել, մյուս կեսը մնացել է տնակում եւ այլն, հա։ Ու ուրիշ լուծումներ էլ կային, օրինակի համար տնակը կառուցվել է տունը, տնագի վրա տուն է կառուցվել, այնպիսի մի տարածքում, որը կարելի է սեփականաշնորհել տիրոջը եւ վնաս չի տա գլխավոր հատակագծին։ Կամ եթե այնպիսի տեղում է սարքած, որ կարելի է գլխավոր հատակագիծը մի քիչ փոփոխել։ Օրինակ, ենթադրենք կանաչ տարածքի եզրին են սարքած այդ տները, տնագները, գլխավոր հատակագծով դա կանաչ տարածք է, հա, բայց թե մարդը տուն է սարքել արդեն, փող է եղել ծերը, աշխատավոր մարդ է եղել, սարքել է, բայց համարվում է ապօրինի կառույց։ Այս բոլոր դեպքերում իմ դիրքորոշումը եղել է, որ եթե հնարավոր է գլխավոր հատակագիծը փոփոխում ենք, կանաչ տարածքը մի քիչ կրճատում ենք, հա, այս մարդկանց իրանց տան տակի հողը սեփականաշնորհվում է, թանկել չէ, էլի։ Որոշ դեպքերում անվճար է տրվում, ենթադրենք, հա։ Եվ այս մարդը դուրս է գալիս անօթևանների ցուցակից, այդ գույքն էլ օրինականացվում է, եթե իհարկե ինքը բանի կոնստրուկցիայի իմաստով, շինարարական նորմերի իմաստով վտանգավոր չէ, չպլի եկուցվեն, էլի, հա, հասկանալի է, չէ, Տիկին ջան։ Այս բոլոր առաջարկները վերջի վերջը դարձան կառավարության որոշում։ Եթե չեմ սխալվում, 3 տարի առաջ կառավարության որոշման մեջ գրվեց բոլոր այս ինչ որ պատմեցի, մանրամասն մեջը գրած է։ Եթե ցես հետաքրքիր է կամ էլի մարդ կարող է լինել, էլի, հետո ես այդ որոշման տեղը, օրը, ժամը, ամեն ինչ կտամ, կտեսնեք։ Այդ մասին ես մի քանի հաղորդում եմ սարքել, ինչ որ պատմում եմ, ժամ ու կեսի ընթացքում պատմել եմ, որ բոլորին պարզ լինի։ Սկսեցին որոշ տնագներ հանել։ Այս մարդը տունը ստացել է,
Այն ժամանակ պարտադիր չէր սեփականաշնորհել։ Ինչ էին անում մարդիկ, դոմիկ ունեին, տունը ստացել էին, տունը չէին սեփականաշնորհել, մնում էին դոմիկի մեջ, տունը վարձով էին տալիս։ Արդար չէ, ոնց որ էլի, հա, մի անգամ պետական պաշտոնյաներ եկան, ասին Լևոն մի հատ տանես ցույց տասել են, այդ տնակները տեսնենք, նոր պաշտոնյաներ, ջահել պաշտոնյաներ, բանի հեղափոխությունից հետո այս փողկապները շարֆերով, բաներով փակեցին, բան որ չտեսնեն։ Գնացինք մտել ենք տուն, այս տատիկ պապիկին տնակ։ Ասում է դուք ունեք բան, տուն ստա, ասում է հա տղա ջան, ստացել ենք մենք, բան, ասում է բան չի եք ստեղ ապրում, ասում է ստեղ լավ է, հարևաններով իրար է, մի քիչ էլ որ խոսեցրինք, բարձվեց վարձով են տվել։ Այդ կառավարության որոշման մեջ գրված էր, որ 3 ամսում սեփականաշնորհում եք, կամ էլ օրդերը ձեռքերիցդ վերցնում ենք, սեփական տունը տալիս, այսինքն տեսնում եք, չէ՞, քանի շերտ է, էլի այս խնդիրը։ Իսկ եթե այնպեսի տեղում է սարքվել, որը գլխավոր հատակագծի հետ կոնֆլիկտ ունի, պրիմիտիվ օրինակ բերեմ, էլի, փողոցի հաշվին է սարքվել, ասենք, այդ մարդուն պետք է տեղից բան եղնվի, հանվի, բայց ոչ թե պետք է բուլդոզերով հանվի այդ մարդուն տեղից, ինչ է անունը, սոցիալական բնակարան սարքվի առանց սեփականության իրավունքի։ Մարդուն ասես գնան դեղ ապրի, ախպեր ջան, այստեղ չի կարող լինել տուն, կամ այգու մեջտեղը կանաչ տարածք ենթադրենք, հա, մեջտեղը տուն է սարքել, չես կա, եզրինը հասկացաք, օրինակ բերեցի։ Այսինքն այդ կառավարության որոշման մեջ մի 20 էջանոց որոշում է։ Բոլորը խումբ գրած է, եւ մեր հաշվետվությունը կարող եմ տրամադրել այդ աշխատանքային խմբի, որի մեջ բոլոր այս բացահայտումները կան եւ ամենախնդալուն այս տեխնազուների մեջ երբ մենակ ես եմ որ խաբարեմ որ կառավարության որոշում կա այսինքն անօթևանությունից են խոսում, տնակները հանելուց են խոսում, կգնան կառավարության հետ կխոսանք այդ հարցը կլուծվի, ընկեր լուծած է 3 տարի առաջ որոշումը կա, որոշումը լրիվ չի կատարված, ճիշտ է, պատերազմ էս կոմենկոմ, հա, բայց իմացեք, որ այդ կարգավորումը բանի մեջ դրանք կատարյալ չեն, ԲԳՎ-ների ես օրինակ դեմ եմ եղել, որովհետև ասել եմ, որ հենց ԲԳՎ-ի անունը տալիս եք, տների կինը թռնում է վեր, Արցախից փախած մեր հայրենակիցների դեպքում էլ, հա, ԲԳՎ-ի տարբերակել կար մի քանի դեպքերում, այս մարդիկ ասում են այդ ԲԳՎ-ի գնով մենք չենք կարող տուն առնել, էլի։ Հա, այսինքն ԲԳՎ-ն արդյունավետ չէ, ավելի արդյունավետ է, երբ որ պետությունը տները առնի չունեցողից, չօգտագործողից, ծախողից, հա, ԲԳՎ-ի տեղը տները դուր մարդկանց առաջարկիր ավելի ճիշտ, հա, որ գնան այդտեղ տեղավորվեն ապրեն։ Այսինքն տեսնում եք, որ տարբեր շերտեր, տարբեր լուծումներ կան, իսկ ավելի մանրամասն ձեր անձամբ եթե ցեզ առանձին խոսենք իմ փորձը ասեմ, էլի, ես հակված եմ մարդուն այդ տնակի վրա կամ տնակ է, մարդը ասում ախպեր մի հանեք, փող ունեմ, էլի, ես երաշխավորում եմ, որ 3 տարում ես տեղ տուն կսարքեմ։ Okay, եթե գլխավոր հատակագծին չի հակասում, ոչ մի խնդրեմ չկա այդ հողը նվիրել այդ մարդուն 37 տարի տառապել է, էլի, հա, քաղաքի հողը գինը պետք է եղնի, ասենք 600,000, 700,000 կամ 1 միլիոն դրամ շատ Ես հակված եմ, որ անպայման այդ հողը տրամադրվի մարդուն, որպեսզի ինքը իր տունը սարքի, էլի։ Այս մոտեցումներն են, որոնք աղացվել է գնամ որպեսզի վարչապետ Քոչարյանը եկել էր Գյումրի, վարչապետ 98 թիվ։ Այդ ժամանակ ես լրագրող էի, հա, այդ հարցերը տալիս էինք, ասում էինք, այս բանը պետք է ինչ եղնի, պետք է վերջապես ինչ-որ բան շարժվի։ Եվ այլն։ Պարոն Արշակյանին լսենք, հետո Հրանտին լսենք Պետրոսյան։ Պարոն Բարսեղյան, ես մի 10 տարի պատգամավոր եմ եղել եւ բազմաթիվ համայնքային խորհրդակցությունների, ժողովների մասնակցել եմ։ Ես հիմա ուղղակի կարծում եմ, որ հարկավոր է նմուշներ էի ասում, ուղղակի սեմինարներ պետք է անցկացվեն ձեր ղեկավարությամբ, արձանագրում եմ։ Ինչպես կարելի է անցկացնել խորհրդակցություն համայնքում։ Այսի ուղղակի արձանագրում եմ։ Ձեր եւ մի բան էլ էլի արձանագրության կարգով առիթից օգտվում եմ, հենց որ մենք այդ հին բյուրոկրատները հենց որ տեսախցիկ ու լսափող խոսափող ենք տեսնում, չենք ուզում հետ տալ։ Այդ աթոռի եւ խոսափողի բարդույթ ունենք։ Ես ունեմ դա Կռվի մասին ես չեմ կարծում, որ որևէ մեկը ձեզ ճանաչելով կհամարձակվի ձեզ այդ բանավեճի մեջ մտնել։ Եղբայր, դա անհնար է։ Ասма կռիվ չեմ անելու։
Չէ, ասում եմ, ես հրավիրում եմ, հոգրիվ չեմ անելու։ Չէ, իհարկե կարելի է հենց այդ լեզվով, ես ասում եմ, Շիրակում մաքուր պետական լեզվով հարցերը եւ պատասխանները ինչքան հետաքրքիր է, ազգային ժողովը մեր ուղղակի անջատում ենք այդ լեզվի պատճառով, փողոցի լեզվով են խոսում։ Ես այդ չեմ կարող չասել դա։ Այդ լեզվով, այդ տեմբրով, հանգիստ, համոզիչ ձայնով խոսել վստահելի, ես այնտեղ կա արժանապատվություն, նաև վստահելիություն, այ վստահելի եք դուք, հիմա հարցս, այդքան հին կողուց, հիմա հարցս, եթե մենք անդադ ձեր խոսքից ես հասկացա, որ խիստ անհրաժեշտ է, որ Երևան քաղաքը լիցքաթափվի, բեռնաթափվի եւ լուրջ բաներ տեղափոխվեն, մայրաքաղաքից դուրս գան, օրինակ, հենց այստեղ, հենց այս հավաքույթը, բամի թիվ, ես պարոն Բաբաջանյանին չդիմացա, ասեցի, որ 25-ից 12-ը կին հավաքանում, ճիշտ եմ հասկացել, դե հենց դա արդեն հայտ է, տեսեք ինչ մակարդակ կա կնամեծարության, չէ, դա շատ լուրջ բան է, տեսեք ազգային ժողովում ինչ լեզվով են խոսում, ովքեր են, ես չեմ կարող դրա մասին ասել, շնորհակալություն, որ դուք այդպես եք, այ պետք է սա բազմացնելու ձև, քանի որ պարոն Բաբաջանի կողքն է նստել, դրա համար այդ հարցը չեմ կարող ստալ, ձեր դաշնակիցները, Եվրադաշինք, ձեր դաշնակիցները ինձ թվում է մայրաքաղաքում իրենց բնակավայրերում նույնպես կարող են, այսինքն ձեր աջակիցներն են, դաշինքը նաև աջակցությունն է, իսկ ոնց եք պատկերացնում, ենթադրենք անկախ նրանից թե ինչ թվեր կստացվեն, չէ, ընտրություններից հետո դուք չեք բանանում, որ սա պետք է մյուս տարածքներում նույնպես։ Ես ասում եմ, ես են հաճելիորեն զարմացած եմ, ես չէի սպասում, ինձ թվում է նախ եւ առաջ բարբարն է լինելու հաճելի բարբարը Շիրակի։ Իվիճելոց ես էցի առիթից օգտվելով, չարաշահելով, ես արդեն կոչում է չարաշահելով։ 70-ական թվականներին Ռաֆայել Իշխանյանը մի հայոց լեզվի, մաքուր պետական լեզվի ջատագովներ, պաշտպաններ, բայց ասում էր, որ օրինակ Շիրակում, բայց պահպանվի Շիրակի լեզուն, թերթերը թող տպվեն բարբարով։ Մենք այն ժամանակ գալիս էինք ստեղ, ես ասում եմ, ուխտագնացության այդ հայկական ավանդական հարաբերությունները, մենակ անունները հարազատների, ընդդետեք, հորտնիկ, տեք, հերտոք չգիտես, այդ բոլորը գալիս էինք ստեղ, մենք ուսումնասիրում էինք։ Հա, հետաքրքիր է, այ թող Գյումրին, հիմա ես տեսնում եմ, այդ ձեր դաշնակիցներով կարող եք սեմինար անցկացնել ուղղակի, պարոն Բաբաջանյան, ձեր գործընկերներին Խզմայլյան Տիգրանը եւ Արամը Սարգսյան, դուք ինչ-որ ծրագրեր ունեք, թե չի կարելի թողնել, որ մնա այստեղ։ Եվ նորից ասում եմ շնորհակալություն, ես տպավորված եմ։ Արդեն սա հաղթանակ է։ Այսպիսի մակարդակը եւ այսքան բանիմաց հարցեր չկան, որտեղ ես գիտեք ինչի հարցեր չկան։ Էլ հարց մնաց։ Ինչ հարցներ։ Թափառող շներից սկսած արտակնոցներից վերջացրած, բոլոր հարցերը կան։ Այդ շուկայի հարցը կարևոր է։ Շնորհակալություն։ 50 տարի առաջ եմ այս տեքստիլի թեմից անտած ճամբար են տարել տեքստիլագործները։ Ճիշտ է, սաղին Գյումրեցիքս եմ, բայց ես լեննագանցի եմ։ Պարոն Բարսեղյանը ինքը Գյումրեցի իրան, ինքն էլ է լեննագանցի, բայց չիտեմ ինչի Գյումրեցիքս է, ինքը Լենինի հետ բաներ չունի, բայց լեննագանը ինձ համար շատ ավելի բաներ, Լենուպոլ, լեննագան։ Ու
ես Ռուսաստան եմ երկար ժամանակ ապրել, բայց միշտ մտքով Լեննագան եմ եղել, ուզեցել եմ այդ Լեննագանը վերադարձնեմ։ Մեղքիս զգացումն է բերել, որ մենք բոլորս ելանք գնացինք ու այն ուրախ հբարդ ժպտուն քաղաքը, դուք բոլորդ քաղաքը մանագեղել եք, տեսել եք ինչտեղ ուր դեմքեր են, ուրախ դեմքեր չեք տեսնի։ Եթե գիշեք անցած տարի մենք շատ հեռուստներ եկան, փախան եկան։ Լավ մասնագետներ կային, ես ահագին ուրախացա, սաղ գնացին։ Իմիջայլուց Ղարաբաղցիք էլ գնացին։ Այս թափառաշրջիկ շներն է տեղ չունի ներտալու, թե չէ իրանք եք երտան։ Մեր մոդը չեն մնա։ Հարցը են ուր, այսօր աշխարհում քսեով լավ քարտ ունի Ամերիկան, Ռուս։ Մեր քարտերը շատ լավն են։ Սպես հոդու ջուր չկա ամբողջ աշխարհ։ Լեննագանի ջուրը գնաց երկելով խմես։ Սպես լավ սերունդ, սպես լավ սիրուն երեխեք չկան։ Այս հողու ջրի վերի մեր այս մեծերի կողմից դադապարտված սերունդ չկա։ Մենք երևի միակ քաղաքն ենք, որ երեխեքը գծառային մեծերին։ Մեր դպրոցները նոր համար չեն, որ երեխեքը գիտելիք ստանան։ Մեր դպրոցները նոր համար են ու դասատուները ռոջիկ ստանան։ Երեխեքին դեմ են, տանին, վերջում է տանին երապելուր։ Բայց ստեղ հələ երեխեքին երապոսից հանել է պետք։ Ես ինչի համար եմ ուզեցել Լևոնի կողքը կանգնել։ Ես իրան 35 տարի գիտեմ։ Ահագին բաների հետ ես համաձայն չեմ։ Ես ընդհանրապես անվճար բառից կզզվիմ։ Ստեղ աշխատավարձերն կան ցածր, որ ավելի լավ է մենք բարձր աշխատավարձով տեղերեն ենք։ Հետո այս հողուջուրը սպորտսմենները տվեց, սպորտի մեջ միլիոններ կան։ Այն հասարակ ֆուտբոլն որ դուք գնայեք Բարսելոնանում եք, դուք 22 միլիոնատեր մի ամ կնդակ հետևից են ընկել։ Այսօր այդ միլիոնները մենք կսենք բերեք այդ արտադրանք կտանք։ Ես 20 տարի գծագրերով բերել եմ այս մարդիկ ոչ կուզեն լսեն, ոչ կուզեն տեսնին։ Դրա համար դադապարտված մարդիկ կուկան մեր քաղաքին, քաղաքապետ, ես համոզված եմ, որ Լևոնի դեպքում քաղաքացառա ինքը կդառնա։ Ինքը պրինցիպես չի ստանա այդ պաշտոնը։ Այսօր Լեննագանի պես տեղը քաղաքապետերն դիք կարագի շաբիկ հակնել է։ Բայց ինքը հազար հնարավորություն ունի Եվրոպայել, Ամերիկա, անգլերեն, ռուսերեն պատրաստված։ Մյուս տեխնատուների համար ես բան չունի բսելու։ Մեր վարգանում չեմ կասկածում իրանցից բոլորը Լեննագանը կսիրեն։ Բայց սիրելը քիչ է։ Մենք Լևոնին կընտրենք, որովհետև ինքը բոլորից պատրաստվածն է, բոլորից բանիմացն է։ Մյուս կողմից ինքը ազնիվ է։ Ինքը Լեննագանի շահերը սեփականով չի փոխե։ Մենք պետք է գիտակցենք ինչի։ Ու բոլոր այն մեծերը, ով որ կան, ես կուզենամ որ դուք իրոք հասկանաք, որ այս քաղաքի տերը դուք եք։ Որ կարևոր չէ իմ քայլն է, թե իմ կալն է, ջուրը քաշեք էստա, вообще նշանակություն չունի, որ իրոք դուք եք տերը։ Մեր խոսքով ժողովուրդ ջան, իմս էլ սեն է, դուք չեք ընտրել ցեզի, թե Լևոնը սիրուն է, վատ է, էս է, միշտերի լավը ինքն է։ Ես բան չունիմ, այսօր Օքսֆորդ ավարտած մենք Լեննագանցի երեխեք ունենք, որը կառավարման, էկոնոմիկայի եւ այլն կարող է հաղթել իրան։ Մենք շախմատ Լեննագանից պետք է ղերգենք, մենք կրոսմաստերին կղերգենք, ում չենք ղերգել, ով որ շախմատ կսիրի կամ խաղալ գիտե։ Այսինքն բերեք կտրվենք մեր եսից։ Մենք հասկանանք, որ իրոք այս քաղաքը պետք է այդ խինդը, ուրախությունը վերադարձնենք, կյանքը վերադարձնենք։ Թե չէ դեռոնով նայեք Լեննագանին վերևից, այն տպավորությունն որ Շիրակի գերեզմանները կուզեն երկրորդ գերեզմաներին գտնեն։ Խաչքար, պատ, քար, վերջը։ Մեր խոսքով, Լևոն ջան, մենք քո կողքդ կկանգնենք։ Հա։ Շնորհակալ։ Տեքստիլն է բան, հա, ճաշտով էլի դիգն բես կսեմ, պանյացյով է։ Շնորհակալություն։